3 օրից Փարաքարը նոր համայնքապետ կունենա։ Հոկտեմբերի 7-ին ավականին համայնքի ղեկավար կընտրի իր իսկ առաջադրած թեկնածուներից։ Հույսով ենք նորից ճիշտ կընտրել։ Իր նման լավ անձնավորություն լինի, գոնե։ Հա, ինքը իրոք շատ լավ մարդ է։ Ժողովրդի կողմից նեղ մարդ է լինի, ցավը տամ չենք ճանաչում։ Ով կփոխարինի Վոլոդիա Գրիգորյանին, փարաքարցիները պատկերացում չունեն, ասում են ով էլ որ լինի, իրենց Վոլոդիային թող արժանի լինի։ Արդեն որը որ կար գնաց, մեզի որը որ պետք էր։ Արդեն ով էլի մեկա։ Մի ցանկություն ունեն Փարաքարում, որ նոր համայնքապետը Գրիգորյանի թիմից լինի, նրա սկզբունքներն ու նվիրվածությունն ունենա։ Փարաքարի այս բնակիչը վստահ է, հենց այդպիսի թեկնածու է առաջադրելու Վոլոդիա Գրիգորյանի ղեկավարած Միասնություն դաշինքը։ Պարտադիր իրանից, իրա թմից են, որ ասում ամենավատն է լինի, երևակայ սրանցից լավը կլինի։ Իրանց մեջից ոչ մեկ վատը չել է։ Շատ հաճելի սաղ մեկը մեկի։ Ինչ հարցով կաներ իր մոտիկաներ, չուզենա իրել իրան կարող է գային ասեն, ինչով օգնենք, ինչա պետք։ Միասնություն դաշինքն արդեն ունի թեկնածու։ Համայնքապետի պաշտոնում առաջադրվելու է 2025-ի ընտրություններում Վոլոդիա Գրիգորյանի գլխավորած ցուցակի երկրորդ համարը՝ Օնիկ Ախվերդյանը։ Իր մոտ շատ հարազատ մոտընկերներ, ում նաև հաստատ կվստահեր այն ուղին, ինչը որ ինքը ընտրել էր եւ այն ամենը, ինչը պատրաստվում էր անել այս համայնքի համար։ Համայնքապետի առաջին տեղակալը վստահ է, ընտրվելու մեծ շանսեր ունի իրենց թեկնածուն։ Միասնություն դաշինքը իր 12 անդամներով մեծամասնություն է ավականիում։ Մեր ավականիները 12-ն են, մեր խմբակցության ավականիների թիվ 12-ն են, իսկ նրանք քաղաքացիական պայմանագիրը 7, Դավիթ Մինասյանի խմբակցությունը 2, այսինքն ընդհանուր առմամբ իրենք 9 հոգի են։ Մեր 12 ավականիներն էլ պատրաստական են, մեր կողքին կանգնած, միասնական, ինչպես Գրիգորյանն էր ուզում, արդեն քաղաքացիական պայմանագիր եւ Դավիթ Մինասյան դաշինքները կառաջադրեն թեկնածուներ, հայտնի չէ, Հայլուրի զանգերին դաշինքների ներկայացուցիչները չեն պատասխանում։ Տեղեկություն չունի նաեւ Փարաքարի ժամանակավոր համայնքապետը, ասում է մյուս դաշինքների գործընկերների հետ շփումները մեղմ ասած պասիվ են, նրանք անգամ ավականու նիստերին չեն ներկայանում։ Լիլիթ Խալաթյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։